Հայ գործարարները Թուրքիայի սահմանահատում են Մարգարեի անցակետով։ Նրանց դիմավորում են Թուրքիայի գործարար համայնքների ներկայացուցիչներ։ Ախալքալակ կարճ երկաթուղու հնարավորության բացումից հետո հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները տեսական դաշտից տեղափոխվում են գործնական փուլ։ Այսօր արդեն այստեղ կարծում հանդիպում են հայ եւ թուրք գործարարները հստակ օրակարգով, հասկանալու թե ով ինչ ունի առաջարկելու եւ ինչպես կապիտալիզացնել այս նոր երկաթուղային միջանցքի ընձեռած հնարավորությունները։ Լոգիստիկայից մինչև ոլորտային նախագծեր, բիզնեսը փորձում է առաջ անցնել քաղաքականությունից եւ հաշվարկել գալիք տնտեսական օգուտները։ Այս նախաձեռնությանը աջակցել են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները։ Կազմակերպիչներն ընդգծում են, առաջին անգամ են հանդիպում այս մակարդակով։ Վերջերս Թուրքիայի եւ Հայաստանի միջև ստորագրված արձանագրությամբ ԱՆԻ-ի Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնումը չափազանց արժեքավոր զարգացում է։ Հավատում եմ, որ այս քայլը ոչ միայն պատմական հուշարձանի վերականգնում է, այլև դեպի ապագա միտված նոր գործակցությունների խորհրդանիշ, որպեսզի մեր տարածաշրջանի տնտեսական ներուժը լիարժեքորեն դրսևորվի, չափազանց մեծ կարևորություն ունի տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ամրապնդումը։ Այս համատեքստում Աքիաքա սահմանային անցակետի բացումը, ավտոմոբիլային եւ երկաթուղային կապերի արդյունավետ գործարկումը կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Հայ գործարարներին ողջունում են նաև Սաիմ Օզաքալանը, նշում, որ իրենց կառույցը KOBB-ին իր 367 պալատներով ու բորսաներով ներկայացնում է ավելի քան 2.600.000 ձեռնարկություն եւ ձեռներեց։ Առանձնահատուկ ցանկանում եմ անդրադառնալ նաև կարգավորման գործընթացին, որն այսօր հնարավոր դարձրեց մեր մեկտեղումը։ Գործընթացի մեկնարկի գործում ցուցաբերած առաջնորդության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք կարող ենք օգտագործել մեր աշխարհագրության ընձեռած հնարավորությունները փոխադարձ վստահության հիման վրա զարգացնել մեր տնտեսական հարաբերությունները եւ գալիք սերունդներին թողնել ավելի բարեկեցիկ տարածաշրջան։ Այս հանդիպումը հնարավոր է դարձել առաջին հերթին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացի եւ դրա շրջանակում ձևավորված կառուցողական եւ հասուն երկխոսության շնորհիվ, ընդգծում է Հայաստանի արտգործնախարարի խորհրդականը։ Թույլ տվեք ողջունել Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ բյուրոկրատական ընթացակարգերն ավարտին հասցնելու որոշումը, որը հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջև առայժմ երրորդ երկրների տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել Հայաստան-Թուրքիա եւ հակառակը։ Կարևոր է նաեւ, որ ախալքալակ կարճ երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ ու տարածաշրջանային առևտրի համար եւ հայկական ապրանքների համար հասանելիություն կապահովի ընդհանուր մինչեւ եվրոպական շուկաներ։ Վստահ եմ տեղյակ եք նաև, որ Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի շրջանակներում մեր երկրները քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման գործընթացը, որն անշուշտ նպաստելու է մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Հայկ Դարփինյանը հավելում է, կողմերն առաջիկայում նախատեսում են գործարկել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը, որին պետք է պատրաստ լինեն նաև գործարարները։ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր մի քայլ է արվում, արձանագրում է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Ներկաներին փոխանցում հատուկ ներկայացուցիչ դեսպան Սերդար Քլչի ողջույնները։ Գործընթացը երբեմն դանդաղեց, երբեմն արագացավ, բայց երբեք չընդհատվեց։ Հատուկ ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպումների 6 փուլ։ Բարձր մակարդակով նույնպես բազմաթիվ շփումներ եղան։ Այս առումով չեմ կարող չհիշատակել անցյալ տարի վարչապետ Փաշինյանի մեր նախագահի հրավերով կատարած աշխատանքային այցը Թուրքիա, մեր փոխնախագահի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կատարած այցը Երևան, Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցելությունները մեր երկիր, Անտալիայի դիվանագիտական ֆորումի 3+3 տարածաշրջանային գործակցության հարթակի շրջանակում։ Թուրք պաշտոնյան թվարկում է երկկողմ ձեռքբերումները, պաշտոնական անձնագիր ունեցողների համար վիզայի գործընթացի դյուրացումը, Ստամբուլ-Երևան չվերթների մեկնարկը, Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, ԱՆԻ-ի հնավայրի պատմական կամրջի վերականգնման համաձայնագրի ստորագրումը, նաև Վրաստանի տարածքով ախալքալակ Կարս երկաթուղային կապի օգտագործման ապահովումը։ Այշե Ուզերը ամփոփում է, նպատակը հստակ է՝ տարածել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտների վրա եւ ապահովել լիարժեք կարգավորում։ Կլոր սեղան ձևաչափով քննարկումները շարունակում են գործարարները, ձեռքբերում, ներդրումների համաձայնություն, որ ոլորտներն են բիզնեսին հետաքրքրում, նշում են սնունդ, տուրիզմ, տեքստիլ արդյունաբերություն։
Բիզնեսի համար այժմ կարևոր է Հայաստան-Թուրքիա ուղիղ կապի վերականգնումը։ Սահմանի բացումը մեծ կարևորություն ունի նաև Արդահանի համար։ Կարծում եմ, արդյունքը դրական է լինելու։ Հայաստան պատասխան այցը կլինի, վստահեցնում է Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, կարևոր համարում երկկողմ շփումները, որը նրա խոսքով կհեշտացնի Կարս-Գյումրի ճանապարհի բացումը։ Քննարկումները արդյունավետ են համարում հայ գործարարները, ընկերության ներկայացուցիչները փոխանակվել են տարբեր ծրագրերով, туриզմից մինչև ջերմոցային կուլտուրաների արտահանում։ Շատ լավ կլինի, անձամբ մեր հայրենակիցները հաստատ մեծ ցանկություն ունեն այցելելու Կարս, Վան, մյուս քաղաքները եւ իհարկե շատ լավ կլինի, որ այդ ամբողջ ճանապարհը իրանք անցնեն ավելի կարճ, քան հիմա, որ կա ու բավականին երկար ժամանակ է տևում, ինչեւ որ իրանք կարողանում են այցելել իրանց բաղձալի վայրերը։ Իրանք հետաքրքրված էին Հայաստանից ձեռք բերել վարդերը, քանի որ ճանապարհը կարճ է, այսինքն ծախսերն են նվազում եւ գները ավելի մատչելի են ստացվում, քան Եվրոմիությունում։ Բոլորն էլ խանդավառված մտածում են, որ կարող են իրենց ապրանքները արտահանել Թուրքիա եւ կամ համատեղ գործարքներ կատարել, այլ կամ ներկրել որոշ ապրանքներ, բայց հիմնական ուղղվածությունը, եթե նկատեցիք մեր գործարարների, դա արտադրանքի արտահանման միտված գործարար շրջանակներն էին, ներկա սննդի արդյունաբերության, ծաղկաբուծության, պատրաստի այլ սննդամթերքների, նաև էներգետիկայի, նաև ալյումինի գործարանը եւ արդեն սկսվեց երկխոսությունը թուրքական գործընկերների հետ։ Կողմերը վստահ են, որ հանդիպումները կլինեն շարունակական։ Մերի Խաչատրյան, Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Կարս, Երևան, լուրեր։